Եվրամիություն Հայաստան քաղաքասարակության պլատֆորմը ստեղծվել է 2022 թվականի սկզբին, դա իրոք SEPA-ի 366-րդ հոդվածի պահանջն է եղել, այդ պլատֆորմը ստեղծվել է ասոցացված 3 պետությունների քաղաքասարակության պլատֆորմների մոդելով եւ դրա գործառույթները հիմնականում երկուսն են, ըստ էության խորհրդատվություն տրամադրել իշխանություններին SEPA-ի իրականացման ընթացքի վերաբերյալ եւ մշտադիտարկել դրա կատարման ընթացքը, շատ ճիշտ նշեցիք, որ պլատֆորմը երկկողմ պլատֆորմ է, այստեղ կան քաղաքասարակության անդամներ Հայաստանից եւ քաղաքասարակության անդամներ Եվրամիությունից, հիմնական գործընկերը Եվրամիությունից եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովն է, որը այսպես եվրոպական քաղաքասարակության այսպես հաբ է, անգլերեն բառն ասեմ, հայերենը մտքից չի գալիս, իրենք այս սկզբունքով են կազմավորված, որ ներկայացուցիչներ ունեն ՀԿ-ներից, արհմիություններից եւ գործատուական ասոցիացիաներից, նույն սկզբունքով էլ մեր պլատֆորմն է։ Եվ ինչպես ասացի, մեր հիմնական դերակատարումը SEPA-ի իրականացման մշտադիտարկումն է, ավելի տարեկան 2 այսպես հիմնական հանդիպումներ ենք անցկացնում մեր եվրոպական գործընկերների հետ, արդեն իսկ 3 հանդիպում անցկացրել ենք, վերջինը եղել է սեպտեմբերի 12-ին, եւ ամեն հանդիպման ավարտին մենք եւս ընդունում ենք հռչակագիր, որով ֆիքսում ենք մեր դիտարկումները SEPA-ի իրականացման ընթացքի, բայց եւ ավելի լայն, այսպես Եվրամիություն Հայաստան համագործակցության օրակարգային այլ խնդիրների վերաբերյալ, նաեւ այս տարվա հռչակագրում բավական այսպես մտահոգիչ անդրադարձ ենք կատարել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվող սպառնալիքներին, նշելով, որ կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ռազմական ուրեմն ուժեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ իրոք կա հարձակման սպառնալիք եւ այսպես հիմա իսկապես ողբերգությունը, որ այն ինչ որ մենք զգուշացնում էինք ի կատարածվեց եւ այդ հարձակումը տեղի ունեցավ եւ ըստ էության Լեռնային Ղարաբաղը դատարկվեց հայությունից ինչ վերաբերում է SEPA-ի կատարմանը մենք այս պահին կան որոշ դրույթներ, որոնք իսկապես մեծապես գնահատում ենք, որ իշխանությունը կատարել է իր պարտավորությունները այդ համաձայնագրով ստանձնած, մասնավորապես արդեն նշվեց օրինակ Հռոմի ստատուտի վավերացումը, որը SEPA-ով ստանձնած պարտավորություն էր, բայց կան ոլորտներ, որտեղ իրոք քաղաքասարակությունը ունի շատ լուրջ մտահոգություններ, դրանցից մի քանիսը արդեն նշվեցին երեկվա քննարկման ընթացքում, դրանք հատկապես վերաբերում են այսպես կոչված ժողովրդավարական ինստիտուտների բլոկին եւ շատ կարեւոր է որ նշեմ, որ SEPA-ում որպես գլխավոր սկզբունքներ են, այլ ընդհանուր սկզբունքներ են ֆիքսված ժողովրդավարության կայացումը, իրավունքի գերակայության ամրապնդում, մարդու իրավունքները եւ դրանք համարվում են պայմանագրի էական տարրեր։ Իսկ իրավաբանությունից մենք գիտենք, որ պայմանագրի էական տարրերը դրանք այն տարրերն են, որոնց խախտումը թույլ է տալիս մյուս կողմին խզելու պայմանագիրը։ Այսինքն ժողովրդավարության ամրապնդման նպատակը կամ սկզբունքը կամ դրույթները դրան վերաբերող դրանք շատ բարձր կարգավիճակ ունեն պայմանագրում եւ ըստ այդմ այն ճանապարհային քարտեզները, որոնք ներկայումս պետությունն ընդունել է SEPA-ի իրականացման վերաբերյալ եւ առաջնորդվում է դրանցով, դրանք բավական մանրամասն են այլ հարցերի հետ կապված, օրինակ մանրամասն կան թե օրինակ տնտեսական ոլորտում կամ բնապահպանական ոլորտում կամ էներգետիկ անվտանգության ոլորտում ինչ կանոնակարգեր կամ դիրեկտիվներ պետքա Հայաստանի Հանրապետությանը մոտարկի կամ ընդունի
Բայց օրինակ ժողովրդավարական ինստիտուտների մասով անդրադարձը բավարար չի այդ ճանապարհային քարտեզներում զուտ նշված է, որ այդ ոլորտային ռազմավարությունները պետք է ընդունի, բայց ռազմավարության ընդունումը ինքնին չի կարող նշանակել, որ այդ ոլորտի բարեփոխումները հաջողությամբ իրականացվում են։ Եվ այդտեղ այսպես մեկնաբանության մեծ ազատություն է բացվում, որտեղ իշխանությունն ասում է այ դա սեպայով չի, իսկ մենք ասում ենք դա սեպայով է, եւ այդպես այդ տարաձայնությունը հələ չենք կարողացել լուծել, բայց իրականում շատ կարևոր է, որ իշխանությունը իրոք լսի այն քննադատական ձայները, որ մասնագիտացված քաղաքահասարակության կառույցները եւ այս պահին նաեւ այդ ոլորտում հենց ինստիտուցիոնալ կառույցը Եվրամիություն քաղաքահասարակության պլատֆորմը հնչեցնում է։ Մենք մեր ամփոփ գնահատականները կներկայացնենք բազում ոլորտների վերաբերյալ, այդ թվում գերակշռաբար ժողովրդավարական ինստիտուտների եւ ժողովրդավարության կայացման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ տարվա վերջին կլինի մեր ամփոփ զեկույցը եւ կներկայացնենք եւ իշխանություններին եւ եվրոպական մեր գործընկերներին մեր գնահատականները սեպայի իրականացման ընթացքի վերաբերյալ եւ հուսով ենք, որ իշխանությունը այդ իր պաշտպանական մոդից դուրս կգա եւ իսկապես կփորձի լսել եւ հասկանալ ինչումն է թերացել։ Այ օրինակ վերջերս Վենետիկի հանձնաժողովի հետ մենք լուրջ հանդիպում ունեինք, որտեղ քննարկում էինք, Սյուզաննան նշեց նախկին պանելներից մեկում դատաիրավական ոլորտի բարեփոխումների մի այսպես հատված, դա օրինակ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին վերաբերող հատվածը եւ 20 թվից քաղաքահասարակությունը անում է լուրջ առաջարկներ, որոնք այսօր նոր որոշակի առումով մասնակիորեն արտացոլված են այն նախագծում, որը դրված է Վենետիկի հանձնաժողովի առջև, բայց հիմա անպայման պետքա Վենետիկի հանձնաժողովը գա ասի, դա չէ որ մենք 20 թվից ասում ենք, որ այս օրինակ 8 դատավոր 2 ոչ դատավոր բալանսը այդ հանձնաժողովում դա լուրջ խնդիր է Եվ անպայման պետք է այդ հանձնաժողովը հեղինակազրկվեր եւ էլ ոչ մի դիմում չներկայացվեր իրան, որ հասկանային, որ դա լուրջ խնդիր է։ Այսինքն ժամանակին պետք է լսել։ Մենք Վենետիկի հանձնաժողովում էլ մեզ նման մասնագետներ են նստած։ Մենք այն ինչ որ ասում ենք փորձից եւ մեր այսպես պրակտիկայից եւ այդ ամենից ելնելով ենք ասում։ Եվ մի հարց էլ այսպես ես ժողովրդավարական բլոկից խոսեցի, բայց նաև կա հակիրճ անդրադառնամ, կան նաև սեպայում այնպիսի պարտավորություններ, որոնք նաև մեր տնտեսության համար կարող են լուրջ այսպես խնդիրներ առաջացնել, օրինակ այնտեղ կոնյակի հարցը կա, որը մենք պետքա պարտավորություն ենք ստանձնել, որ ինչ որ կետում դա չկոչենք կոնյակ, այլ բրենդի կոչենք, հիմա այդ լուծումը այդպես է գտնվել, բայց այստեղ էլ հարցը այն է, որ մեր ճիշտ է սա այն ոլորտը չի, բայց էլի պետք է հասկանանք ինչպես ենք դա անում, որպեսզի օրինակ տնտեսությունը չտուժի եւ վերջին քննարկումների ժամանակ օրինակ փոխվարչապետի հրավիրած նիստի քննարկվում էր թե ինչպես անել, որ օրինակ եթե կորցնում ենք ռուսական շուկան, որը կորցնում ենք, ապա ինչպիսի հնարավորություններ կան մեր հայկական կոնյակը, որակյալ հայկական կոնյակը եվրոպական շուկաներ արտահանելու եւ էլի այստեղ կան հարցեր, որոնք պետքա մենք հասկանանք եւ ավելի լրջացնենք մեր տնտեսական համագործակցությունը, էներգետիկ համագործակցությունը եւ այլն։